Պարը հոգին ու մարմինը միաձուլում է։ Պարը ունի իր իմաստը, ամեն շարժում։ Պարը տալիս է հայրենաճանաչություն։ Հազարավոր տարիներով եկել մեզ է հասել։ Կոմիտասը ասում է պարն արտահայտում է յուրաքանչյուր մի ազգի բոլոր գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը։ Ինչպես ուզում է շարժումներ կատարել, միևնույնն է, պարը ակամա մատնում է ներքինը մարդու։ Բավականին Արցախում ճանաչված տնջրե համույթը պարում է Ստեփանակերտում հիմնականում։ Կռվի տարիներին, որ լույս չունեինք ու նստում էինք բակում ու ազգային երգեր էինք երգում։ Մեր ընկերուհիներից մեկը մասնակցում էր Երևանում, երբ որ Կասկադում բաց դասեր էին լինում, ինքը մի անգամ մասնակցել էր այդ ոգեղենությունը, կարելի ասել ցեցը ընկել էր իր մեջ ու եկավ ու մեզ պատմեց, ոգևորվեցինք ու հիշում եմ մեր գյուղում առաջի անգամ մեր թթի ծառի տակ ինքը ինձ սովորեցրեց ազգային պարից մեկը Կարինո Քոչարի վարակվեցինք ու այդպես սկսվեց այս ամեն ինչը մեր մեջ եռալ, վերջնարդյունքը եկանք նրան, որ հավաքվեցինք իրար գլուխ ազգային պարը սիրող ընկերներով ու այսօր ունենք այն ինչ ունենք։ Կարևորն անհատականն ենք մենք պարում, ամեն մեկս մեր հոգու համապատասխան, բայց բոլորիս էներգիան միավորվում է, հնարավոր չի նկարագրել այն զգացողությունը, ինչ որ զգում ենք մենք պարելուց, երբ որ իրար կողք կանգնած ձեռքի ուսուսի պարում ենք, այդ արդեն համախմբվածության խորհուրդ ունի ու միասնականության գաղափար է սերմանում։ Սա ապրելակերպ է ու ես կարծում եմ, որ առանց սրա այլևս մեր կյանքը անհնար է, ինչ որ մի փուլում, մինչև խոր ծերություն, ինչքան որ ֆիզիկականը ների, կպարենք ու կփորձենք տարածել ազգային պարը հայ ժողովրդի մեջ։ Երգչախումբը մեզ բոլորիս համար ընտանիք է։ Մենք իրար հետ կիսում ենք ամեն ինչ, վերաբերյալ մեր անձնական կյանքի, մեր դժվարությունները բոլորը միասին ենք հաղթահարում։ Դա իմ երազանքն էր, որ ես կոնսերվատորիա ավարտելուց հետո հավաքի իմ երգչախումբը, որի առաքելությունը հենց կլինի Կոմիտասի կատարումը եւ տարածումը։ Ստեփանակերտում ուսումնարանիքից երեխեքին ասեցի ուսանողներին համաձայն եք խոր ենք ստեղծում, Կոմիտաս երգենք, աշխատավարձի մասին խոսք ընդհանրապես չկար, լրիվ էնտուզիազմով ու համաձայնվեցին անմիջապես ես հավաքեցի մի ուժեղ կազմ 35 հոգանոց։ Մյուս տարի կլրանա 30-ամյակը երգչախումբի ստեղծման։ Այն ժամանակ Ղարաբաղում հայկական երաժշտությունը քիչ էին ավելի լսում, հայկական ալիքների չկային հեռուստատեսությամբ։ Այդ արդեն պատերազմից հետո էին որ միացրել էին, բայց շատ հեշտ էր ու սահուն գնում, որովհետև այնքան շատ ջերմություն էր ու սեր դրվում։ Պատերազմը արդեն սկսած տղաներին տարել էին բանակ։ Որ տարել իրենք այդ Խոջալու զորամասում ծառայում են, անգամ իրենց հետ նոտաները տանում էին, զորամասում սովորում էին պարտիաները։ Առանց երգել հնարավոր չի, դա ներքին, հոգևոր, նյութականից դուրս մի այլ աշխարհ է։ Երաժշտություն թևեր է տալիս, ուժ է տալիս, միտք է տալիս, դու կարող ես արտահայտվել, խոսել, զգալ։
ծրագիրը ավելացրել ենք արևմտաեվրոպական գործերով, բոլոր դարաշրջանները ընդգրկել ենք, սկսած միջնադարից մինչև մոդեռնը, իսկ ինչ վերաբերվում է ժողովրդին, չես կարող առանձնացնել, ասես պրոֆեսիոնալ ականջ, ոչ պրոֆեսիոնալ ականջ, ոչ, մեկը մարդը զգում է, ճիշտը, այն որը կեղծ է, այն որը արհեստական է, ինքը անմիջապես աչքի անգնում։